Հարգելի հայրենակիցներ, չգիտեմ, շատերը սերիալ եք նայում, լավ եք անում, չուզողի աշկն էլ հանում եք, բայց պատկերացրեք, այս էլ մի սերիա է, ապա սա Գեղարքունիքի մարզնա, սա Լոռու մարզնա, սա Սյունիքի մարզնա, սա Տավուշի մարզնա, սա Արագածոտնա, սա Արարատյան դաշտավայրն է, սա Երևանն է։ Մարտելկը ասում է ես իմ մեղուներին շատ եմ սիրում, բայց չի ասում, որ մեղուները իրան հետ չեն սիրում, ատում են իրան։ Միակ առավելությունը սերեկացի այն է, որ մեղուն տեսեք ամբողջովին սերեկի վրից հեշտ սահում ընկնում է։ Ոնց կարող է Աստված օրհնի մեկի աշխատանքը, որը արդյունքում ձեզ պետքա վաճառի ոչ ինչ որ ձեր պատկերացման մաքուր կեղտոտ մի բան, էլի։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ հարգելի հետևորդներ։ 2025-ի հունիսի 26-ն է։ Սկսում եմ մեղրաքամը, գտնվում եմ Գագարինից 3 կիլոմետր ներքև դաշտերում։ Ուրեմն ունեմ լիքը լցված փեթակներ, որոնցում մի կաթիլ մեղր լցնելու տեղ չկա։ Սկսում եմ նոր պավիլյոնից։ Հիմա կանցնենք այնտեղ, ցույց կտամ, կտեսնենք ինչ շրջանակներ են։ Գիտեմ, որ կլինեն նորից որոշ մեկնաբանություններ, որտեղ կասեն, բա հիմա մեղր քամելու ժամանակն է, հիմա հասունացած չի կթթվի եւ այլն, այսինքն ստանդարտ ամեն տարվա մեկնաբանությունները, եթե լինեն կոռեկտության սահմաններում, չի ջնջվի։ Այստեղ արդեն բացել եմ փեթակը, հիմա տեսախցիկը ամրացնեմ։ Ահա այն փեթակը, որը պետքա քամենք։ 16 շրջանակ լանգստրոտ, 16-ն էլ լիքն է, կհանեմ միայն քամեմ ավելի ճիշտ նրանք, որոնք սերեկով են։ Մի անգամ արդեն 10 կիլո հանել, տարել ուրիշ փեթակներում եմ դրել, որպեսզի տեղ լինի իրան աշխատելու, սա գերհզոր մեղու է։ Ամեն շրջանակը ամենակիչը 2 կիլոգրամ եւ ավել ծանրության։ Այս շրջանակի քաշը կլինի 2-ը։ 3 կիլո կլինի ընդհանուր քաշը։ Տեսնում եք սերեկը, սերեկել է, կեսը, որ սերեկել է կարելի է քամել, իհարկե կարելի է։ Շատ դժվար է այս ծանրության ուրեմն շրջանակները թափ տալ, մանավանդ եթե մեղուն կարնիկա է, կարնիկան կարճում է շրջանակներից։ Կարնիկան կարճում է շրջանակներից։ Ամենադժվարը հենց առաջին շրջանակ թափ տալն էր։ Երկրորդը տեսնենք։ Սա ավելի ծանր է ու ավելի լիքը։ Մեղրը ծորում է։ Սա էլ թափ տանք։ Մեղրը ծորում է։ Ծորում է։ Մեկ-մեկ այդ այերի տեղը պետքա է ասվի ճիշտ է, բայց սովորություն է դարձել տենց սխալ խոսելը։ Կներեք հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն մեղր քամելու երկու եղանակ կա, մեղրաքամը սկսելու, երկու
ուրեմն տարբերակ կա։ Սպասել օգոստոս ամսին, չգիտեմ ինչի համար, հետո կանչել բարեկամությանը, ընկերությանը, հավաքվել 100 հոգով և սկսել քամը։ Մյուս տարբերակը իմն է, էլի որոշ մարդիկ էլ կան։ Դա գիտեք որն է, որ սկսում է հատ-հատ փեթակներից, պետք չի ամբողջ մեղվանոցը օգոստոս ամսին մի անգամից քամել։ Ըստ ինձ էլի։ Այսօր կքամեմ 2 փեթակ 50 կիլոգրամ, վաղ կքամեմ 2 փեթակ 60 կիլոգրամ, նայած ինչքան լցրած լինեն, դեսա 32-33 կիլոգրամ մեղր կա ստեղ։ Եվ այդպես շարունակ մինչև սեպտեմբերի կեսերը հնարավոր է։ Այդպես գործը չի մնա մի ամբողջ օրվա, չգիտեմ, օրերի, եթե մեծ է քաշը շատ մեծ է, բնականաբար օգոստոս ամսին մի օրում կարող է չկարողանան մարդիկ քամել, մանավանդ 70 քանի փեթակ։ Այսի մոմաթերթեր, այսինքն լրիվ ամբողջությամբ նոր շրջանակ էր, դրել եմ ֆանտանում, ամբողջովին նոր, ոչ թե շրջանակ, մոմաթերթեր, տեսեք ինչ արել, արդեն գոծրել է, լցրել է ու սերեկել է կեսը, այսինքն ինքը կարելի է քամել, կեսը սերեկած է, կարելի է քամել, այդպիսի ոսկե կանոն կա փորձառու մեղվապահների մոտ։ Չենք սպասում ամբողջը սերեկի, որ գործը բարդանա, որքան շատ սերեք, այնքան բարդ գործ։ Կասեն, բա մեղրը ջրիկ չի լինի, կասեն շատ հարգարժան և ոչ հարգարժան մեղվապահներ։ Քանի անգամ պատասխանել եմ այդ հարցին, որ մեղրի ջրիկությունը կապված է տարբեր ուրեմն հանգամանքների հետ, մեղուների հզորության, ցեղատեսակի, դաշտում բերքի ուրեմն խտության, այսինքն նաև եղանակային պայմանների, որտեղ խոնավ տարիները սովորաբար ինչ-որ չափով ջուրը շատ ալնում, և սերեք լինելը դա մեղրի ջրիկության ինչ-որ հատուկ բան չի, ցուցիչ չի, պարզաբանեմ ինչու, որովհետև պատահումափեթակներ մեղրը լցնում են ու 25% խոնավության տակ մեղրը սերեկում են, դա նշանակում է, որ դա կթթվի և թթվում էլ է, հենց սերեկի տակ, այդպիսի բան էլ է լինում, դրա համար պետք է հասկանալ, ինչ խոնավության տակ է լցված և այլն։ Կներեք, նախորդ շրջանակը չէր, որ նոր էի դրել, այս սրանք են, մոմաթերթերը, նա անցյալ տարվա էր, ես էլ մի քիչ կամուկախի մեջ եղա, սա երևի նորից հետ կդնեմ իրան, որ սերեկի որպես վաճառքի շրջանակ, ամբողջովին նոր գործել է, 10 օր առաջ եմ դրել, և սկսել է սերեկելը, սա ոչ թե չեմ քամում, որ սերեկն է քիչ, այլ շատ հարգելի ուրեմն գնորդներ ուզում են հենց շրջանակով մեղր և ասեմ ի տարբերություն անցյալ տարվա այս տարի կլինի ավելի փոքր քաշի շրջանակներ, այսինքն 3 կիլոյից պակաս։ Հնարավոր է նաև կիլոյով վաճառվի, ամեն տարբերակ հնարավոր է առաքում, անցյալ տարի առաքում չէի անում, այս տարի տարայի վերադարձումով առաքում կարող է լինի, մեղրի գինը անփոփոխ, 4000 դրամ, շատ գնորդների, կարելի եմ ասեմ հիմնականում բոլորին, եղել են նվերներ, ովքեր որ մի քանի անգամ են օգտվել, շատ են գնել մեղր, ումը որ չի եղել նման նվերներ, ուրեմն թող հիշացնեն իրանց կլինի այս տարի, կարող է մեկին մոռացել եմ, սա ուրեմն ժամանակավորապես հանում եմ, որ ինչ չխանգարի և նորից հետ եմ դնելու
սերեկելու համար։ Կամ կարող է ուրիշ փեթակի դնեմ, որպեսզի սա շատ ուժեղ փեթակ է, նորից նոր մոմաթերթներ դնեմ, նորը գործի եւ լցնի։ Ուրեմն անցյալ տարի էլ ցույց տվեցի ինչպես եմ թափ տալիս հանում, խոսեցի երկար, չգիտեմ, որ մարդկանց մեծ մասին հետաքրքիր է, սա ուրեմն ասեմ իմ ծխարային փոխարինող սարքն է, չէ էլ միացրել, երևի պետք էլ չի, իզուր մեզ խանգարելու է, բայց կան շատ մեղու պահողներ, ես մեղվապահներ չեմ կոչում իրանց, չնայած մեղու պահողը հենց մեղվապահն է, որոնք եթե իրանք առատ մեղր են ստանում, ուրիշի առատ մեղր ստացողներին ոչինչ չեն ասում, այդ պահին, այսինքն ասում են, հա, ես ստացել եմ, դե բնականաբար Պողոսն պստի ստացած լինի, մեղրը ծորում է, բայց երբ որ իրանք ոչինչ չեն ստանում, իրանց մոտ բարենպաստ չի, ասում են մեր մոտ չկա, ուրեմն ասեմ, մեր մոտ չկա, ուրեմն բառակապակցությունը ինձ համար շատ խորթ է, այդ մեր մոտ չկան, այս էլ է մեր մոտ, դա էլ է մեր մոտ, բոլորը մեր մոտ է, ուրիշտեղ Հայաստանում չկա, ես որ եկել եմ Գեղարքունիքի մարզ, Երևանի բնակիչս, սա էլ է իմը, այս մարզը, այնպես չի, որ սա ուրիշինն է, ուրիշի մոտ է, սա էլ է մեր մոտ, հասկանում եք հարգելի հայրենակիցներ, ըստ մեղվի օրենքի Հայաստանում ինչ կա չկա, դա բոլորինս է, դա մեղվի օրենքն է, կասեք չէ, դա հին բան է եւ այլն, բայց մեղուների մոտ տենց օրենք կա, որտեվ եթե վերցնում ենք փեթակը պետություն, փեթակը դա պետության մոդել է, ապա սա Գեղարքունիքի մարզն է, սա Լոռու մարզն է, սա Սյունիքի մարզն է, սա Տավուշի մարզն է, սա Արագածոտնն է, սա Արարատյան դաշտավայրն է, սա Երևանն է, այսենց կարելի է համարել ամեն շրջանակ։ Մեղվապահը դա, եթե մեղուներին վերցնենք, որ սա պետություն է, եւ մեղվապահը ով է Տերն է, այսինքն Աստված, այն շատ ճակերտ է ուրեմն ասում, մեղուների համար, մեղուների իհարկե մեղուներին չի ստեղծել նա, բոլորի ստեղծել է մեր Տեր Հայրը Աստված, բայց եթե տենց համատականով վերցնենք, ուրեմն մեղուների Տերը մեղվապահն է, բայց գիտեք մի հատ շատ հետաքրքիր բան կա, սովորաբար մարդիկ անընդհատ Տիրոջից ինչ-որ մի բան խնդրում ուզում են, իսկ մեղուն ոչ մի բան չի ուզում իր Տիրոջից, ուզում է իրան հանգիստ թողնի, Տերն է ուզում միայն մեղուներից, անընդհատ Տերն է մի բան ուզում, այս խեղճ դժվար կարելի ասել այս կենդանիներից, մարդը կա ասում է ես իմ մեղուներին շատ եմ սիրում, բայց չի ասում, որ մեղուները իրան հետ չեն սիրում, ատում են իրան, մեղուները մեզ այո հետ չեն սիրում, և պատրաստ են իրեն սիրողին ոչնչացնեն անխնա կերպով, բայց կոնկրետ ես հիմա այնենց ցեղատեսակներ եմ պահում, որոնք այդ սիրուն հակումները չունեն այսպես ասած, արդեն մոտենում եմ ամբողջովին սերեկած շրջանակներին, սա էլ ամբողջովին չէ, բայց հաջորդից ուրեմն այս առաջին շրջանակների մեջ 5 հատը դրել էի դատարկ ֆանտանում, այսինքն հանել էի ֆանտանում և նորից դրել էի, էլի մեղրը հանել էի, դեղի բերած և նորից դրել էի, ուզում ասեմ մի անգամ իրան տեղ էի տվե աշխատելու, այս մի կարնիկան շատ հեշտ է թափվում, ասեմ, այլ կարնիկաների, կարնիկակա շատ է բռնվում այս շրջանակներից, հիմա արդեն գալիս է ամբողջովին
սերեկացները, որոնց վրա համարյա բան չի մնացել սերեկելու։ Ես ոնց է։ Երևում է, այս կոմը մի փոքր մնացել է։ Բայց նորից եմ ասում, դա ոչ մի բան իրանից չի ներկայացնում։ Միակ առավելություն է սերեկացի այնա, որ մեղուն տեսեք ամբողջովին սերեկի վրից հեշտ սահում ընկնում է։ Հեշտ է թափ տալը։ Ահա։ Սա էլ ամբողջովին սերեկած։ Նայել եւ այլն, պատի տակից է սկսում լցնել։ Եվ տենց սերեկելով գալիս է անդերից էլ։ Ուրեմն ինչ համի մեղր է սա մոտարապես, հոտից ես զգում եմ։ Սուր համի մեղր է ինքը սկզբում։ Հետո այս դաշտի մեղրը արդեն Գագարյանի կնրբան է։ Այս տարի արդեն ստեղ նուրբը բերում են, որտեվ 4 օր անցել, բայց որոշ բաներ փորձել ենք, արդեն համը գիտենք։ Ու ասենք ոչ մի տարվա համին տենց սուր համը դες ծանոթ է լինելու, բայց այդ նուրբ համը դեռ շատերի ծանոթ չի լինելու, հատուկ երանք կա մեջը, համի երանք։ Տենց սխալ է այդ բառը ասել, բայց ոնց որ համային տենց սպեցիֆիկ բան կա մեջը։ Կուտեք կհամոզվեք, ուրեմն ստեղի մեղրը ուրեմն հիմա որ քամում է մուքն է, շատերը մեղրը մուք ու բացով են որոշում, սենց լույսի տակ են պահում, հարևաններին են ցույց տալի, հələ նայ ես ինչ այս տղու մեղրը լավն են, մյուս հարևանն էլ ասում է մեզի բերել էին, մերը մի քիչ մուք էր, ու մերը մաքուրն էր։ Պտի սենց լինի, պտի սենց ջրի մեջ լցնես, սենց թափարես, սենց վանդակներ կազմի։ Էլ չեն ասում, որ այդ նույնը կատարվում է, երբ որ ամանի հեղուկով ես անում։ Պտի վառես։ Եվ այլն։ Կեսից ավել շրջանակներ, ստեղ ենթադրում եմ մի փոքր ձվարկություն արել, որտեղ մի հատ ոնց որ մեղուա չծնված, դրան է նման, վերջինը պետք է ծնվի, դրա համար այն ամբողջովին չի սերեկել, այսինքն այդ իր որդը նոր է դուրս եկել, դրա համար այս վիճակն է։ Ուրեմն ասեմ ինչա կատարվում Հայաստանում, հիմա էլի շատերը կասեն մեղր չկա այս տարի, գինը 4000-ն ինչ ես ասում, մի բանը տեղեն չի։ Ես անցյալ տարվա իմ ամփոփիչ տեսանյութում, ուրեմն ինձ հիմա շատ նոր բաժանորդներ են երևի լսում, որտեղ Facebook-ը այդպիսի հատկություն ունի։ Ասեցի իմ ամփոփիչ տեսանյութում, որ մեղրի գինը հնարավոր է էժանանա, այո, հիմա խոսք չեմ տալիս, բայց այս տարի մեծ քանակներ եմ սպասում, այս մինչև հիմա շատ լավ է գնացել, եթե այսպես լավ գնա, բոլորին կլինի 10% զեղչ, այսինքն կառնեն 10 կիլոգրամ մեղր, կստանան 1 կիլոգրամ նվեր, կառնեն 5 կիլոգրամ, կստանան կես կիլոգրամ նվեր, այսինքն մեղրի գինը հնարավոր է 10% էժանացնեմ, հնարավոր է, խոսք չեմ տալի, կախված քանակներից։ Մեծածախի գինը այլ գինա լինելու, որ ուզում է կզանգի կիմանա։ Այդպիսի բաներ։ Ինչպես ենթադրում էի, որ այ տեսեք, այսքանը մեղուներ են ծնվում։ Ինչպես ենթադրում էի, այսքան մասը ուրեմն չսերեկելը նրա արդյունքն է, որ ստեղ մայրը բարձացել է։ Ես ասել եմ, որ հազվագյուտ շրջանակներում պավիլյոնի կարա ձվարկություն անի։ Մայրը բարձացել է ու ձվարկել է։
Ուրեմն այս կարգի փեթակը հարգելի մեղվապաներ, հայրենակիցներ մինչև կարատա 150 կիլոգրամ մեղր, բայց ինքը պետք է քանվի, ինքը վերևի հարկում կարա լսնի ասի 32, 33, 30, 35, նայած ոնց ուռացնի շրջանակները, եթե 3-4 անգամ քամեք 32, Կանի 120, 130, մի 20 էլ կարող է տակ լինի, որտեվ տակն էլ է լցնում այդ ձևի բերքերի ժամանակ, կարող է տակի 6 շրջանակը։ Ահա, այստեղ կանի որ ձվարկություն չի եղել, ինքը ամբողջովին սերեկած է։ Ուրեմն այս շրջանակը։ Հիմա մի փոքր դադար տամ, բոլորը հանեմ, հետո ցույց տամ ինչ եմ անում, որպեսզի գործս հեշտանա։ Հանեցի բոլոր շրջանակները 16-ն էլ եւ իրան դնում եմ մոմաթերթ, այսինքն ինքը կգործի նոր շրջանակներ, 8 հատ, ուրեմն մոմաթերթ եմ դնում, սրանցով է ստացվում ռամկաներով, որ չգիտե, ռամկան շրջանակ, որ առնում եք, տենց է, ռամկա է, ուրեմն ընդունված ասել շրջանակին, չգիտես խի, Ռամկա, երբ որ ասում են, հասկանում են շրջանակով մեղր։ Սկզբում նա այսպես բարակ թերթ, հա, մեղուն գործում է, լցնում է, դառնում է ձեր շատերի սիրած ռամկան։ Մի հետաքրքիր բան ասեմ, մի պարսիկ հյուր էր եկել, մոտս ես էլ անգլերեն այդքան լավ չեմ տիրապետում։ Տղայից հարցնում եմ, ասում եմ, ոնց է ռամկան։ Անգլերեն, էլի, անգլերեն ենք խոսում։ Մինչև ուզեց ասի, պարսիկն ասեց, մենք էլ ենք ռամկա ասում, արխային խոսա։ Ուրեմն պարսկերեն ռամկա եւ մոմ Հայերեն էլ է ռամկա, մոմ կասեն շատերը հետի, ռամկան հասկացանք, որ հայկական բառ չի, բայց մոմը չեմ կարծում, թե դա զուտ պարսկական բառ է, կամ չգիտեմ, թուրքական կամ չգիտեմ ինչ, մոմը երևի ես գտնում եմ, որ հայկական է։ Ուրեմն 8 հատ շարում եմ նոր շրջանակներ, 8 հատ։ Հետո 8 հատն էլ կշարեմ արդեն քամածները, այսինքն հսկայածավալ իրան աշխատանքի տեղ եմ տալի, ուրեմն սա ձեզ ցույց տամ 50 համարի փեթակն է, ահա, տեսեք վրեն գրել եմ, ուրիշների շատերի վրա չեմ գրել, 49 50, ինչի համար եմ սա ցույց տալիս, հա, թերահավատ, այսինքն թերահավատներին ես ապացուցելու բան չունեմ, թեկուզ ինձ արդեն ճանաչողներին ասեմ, որ հիմա ամսի 26-ն է, 16 շրջանակ հանել եմ, հսկայական գործ եմ տվել, որտեվ սրանց վրա ահագին աշխատանք է գնում, 30 քանի կիլոից ավել, հիմա տեսնենք, թե հաջորդը, էլս փեթակը, երբ որ քամելու լինեմ, նորից կնկարեմ, եւ ձեզ արդեն պարզ կլինի, թե իրականում իր օրեկան բերքը որքան կիլոգրամ է եղել, բայց դա էլ այդքան հստակ չի, ասեմ ինչի, որտեվ ես ինքը պետքա լցնի, ինքը կարող է 5 օրում ես 30 կիլոն լցնի, որտեվ հիմա օրեկան այս փեթակը ամենակիչը 5 կիլո կարողանում է բերք բերի, եթե տեղ կա մեջը, նորից եմ ասում, եթե տեղ կա 5 օրում կարա բերի, այսինքն 6 օր հետո ստեղ ամբողջովին լիքն է ալնելու, բայց ինքը ինչքան տեղը մեջը քչանում է, այնքան իր արդյունավետությունը էլ աշխատանքի քչանում, հետո 6 օրից ոչ ենք հանելու 30 կիլոն քամենք, այդ մեղրը մշակվում է եւ այլն, բայց հաջորդ քամը նորից ցույց կտամ, արդյոք ինչպես լցրեց այս սպիտակ շրջանակները, ինչ եղան եւ այլն։ Ուրեմն 8 հատ դնում եմ նոր շրջանակներ, կասեք դա շատերը բաուրա փայտը ինչի սպիտակ չի, ուրեմն սա հին փայտեր է, ֆարսունկայով, հայերեն կներեք չեմ հիշում այդ բառը, վառել եմ իրան, որպեսզի բակտերիաներ, ամեն ինչ անհայտանա, սևացել է դրա համար մի քիչ, մոմաթերթը ամբողջովին իդեալական մաքուր մոմա, բարձր որակի, նորմա գործի եւ լցնի, որ ասում եք բնական եմ ուզում, այս էլ է բնական, այսինքն շատերը բնական ասելով հասկանում են այն ծառի փչակի մեղուն, հիմա մի բան ասեմ, մի դիտարկում ասեմ, այդ ծառի փչակի մեղուն, հարգելի սիրելի բաժանորդներ, բերել է այն մեղրը, որը կար այդտեղ, այդ շրջապատում, այդ փչակը կարող լինի այն այստեղ, որտեղի մեղրը դուք չսիրեք,
թունավոր լինի, հաղորդում կա այդպիսի, կարաք նայեք, թունավոր մեղր, ուտեք գալյուցինացիաների մեջ ընկնեք եւ այլն։ Իսկ պրոֆեսիոնալ մեղվապահության մեջ մեղվապահն է ընտրում, թե որտեղից մեղուն մեղրը բերի։ Եկել եմ Ֆանտան, եկել եմ Գագարինից ներքև, սա Գեղարքունիքի ու Կոտայքի սահմանն է։ Մի մետր ներքև Կոտայքն է, մի մետր էլ վերև Գեղարքունիքն է։ 30, ուրեմն քանի տարուց ավել 96 թվից արդեն 30-ը կլրանա։ Ուրեմն հենց այս նույն տեղն են գալիս։ Հետո եթե անբարենպաստ ալնում գնում ենք վերևի դաշտեր, բայց հիմա ես արդեն երկրորդ բանը հիմնական տեղն էլ ունեմ ստեղից բաց, այսինքն Ֆանտան ստեղ երրորդ տեղն էլ ունեմ։ Դա ուրեմն Լճաշենի սարերն է։ Էլի անպայման կգնամ, ստեղից մեքենայի ճանապարհով 20 կիլոմետր, այս այդ բնականն է, ինքը պատի վրա էր գործը եւ մեջը մեղր էր լցրել ու սերեկել էր։ Տեսեք, ես ասում եք բնական եմ ուզում։ Կա։ Փետակի մեջ կա, ամեն ինչ էլ կա։ Սա էլ է բնական, հարգելի հայրենակիցներ։ Ուրիշ ձև չկա։ Կոնկրետ իմ մոտ, բացի բնականից, ուրիշ կերպ լինել չի կարող։ Այսինքն բնականը գիտեք որ նա բուսական պետք է ասենք, բուսական, բնական սխալ է ասել, որովհետև ի վերջո շաքարն էլ է բնական, քարն էլ է բնական։ Չէ, քարը բնական է, մենք չենք ասում բնական եմ ուզում։ Ջանդամ թե մեջը քար չի լինի։ Մենք պետք է ասենք բուսական ծագման, ամբողջովին բուսական ծագման մեղր։ Ես դա կոչում եմ իմ մոտ իդեալական մեղր։ Ձեզանից շատերը ասում են մաքուր մեղր։ Մի հատ զավեշտալի մեկնաբանություն էր գրել մի կին, շատ զավեշտալի, նա ինչ էր ինձ ասում, կասեք դիմա դե թեթև տար եւ այլն, բայց շատ զավեշտալի էր։ Ասում էր Աստված օրհնի ձեր աշխատանքը, ոնց իմանանք դուք մեզի վերջում մաքուրը կտաք թե այն խառնածը։ Ես հանգիստ պատասխանել եմ, ոնց կարող է, ասում եմ ինչ անհեթեթություն եք գրել, ոնց կարող է Աստված օրհնի մեկի աշխատանքը, որը արդյունքում ձեզ պետքա վաճառի ոչ ինչ որ ձեր պատկերացման մաքուր կեղտոտ մի բան, էլի։ Ոնց կարող այդպիսի բան լինի, ու նա չէր պատասխանել, որտեղ այդտեղ պատասխանելու բան չկար, դա այնքան ակնհայտ է, աբսուրդ է։ Ոնց որ ասեն, օ, բարի մարդ, ինձ որ շունը տուն էի տարել, գիտեք, 2023 թվին շուն եկավ մոտս, տարատուն պահում եմ, հարցը դրա մասին չի, շան մասին չի խոսքը, բայց գրում էին, օ, բարի մարդ, դու փրկեցիր շան կյանքը, դու մաքուր մեղր կվաճառես, թե պետք է խառնես վաճառես։ Այսինքն, օ, բարի մարդ, դու հանցագործ մարդ։ Այդ հենց անհեթեթ բաներ, ինչի, որտեվ ինչ որ մեկը կամ շատերը այս խեղճ ժողովրդի գլուխը մտցրել են, որ տարան, խառնին, կեղծեցին, սրիկաները խաբեցին։ Նմաններն էլ կլինեն, ժողովուրդ ջան, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում մանավանդ դաշտերում գտնվող մեղվապահների մեջ։ Կարա իր հայաթում էլ շատ մարդիկ գիտեն, որ միայն իր բակում են դնում, բայց էլի մեղրը վաճառում են, բայց ոչ մեկին չեն խաբում, ուզում ասեմ, դա մարդուց է գալի։ Մարդ տեսակից, մարդու դաստիարակությունից եւ այլն։ Ես երկար խոսացի տեսանյութում, ուրեմն հարգելի հայրենակիցներ, չգիտեմ, շատերը սերիալ եք նայում, լավ եք անում, ճուզողի աշկն էլ հանում եք, բայց պատկերացրեք, այս էլ մի սերիա է, որտեվ այս սնունդն եք դուք օգտագործում, չիմանաք ամեն մանրամասներ, ինձ ասում են ոնց իմանանք ձեր մեղրը մաքուր է թե չէ, էլի, տենց հերթական մեկնաբանություններում մի ձև կա դրան, ոչ թե ինձ հավատալ, այլ հետևել իմ աշխատանքին։ Եթե դա օրերի, շաբաթների, ամիսների ընթացքում ձեզ պարզ չդարձավ, գուցե տարիների ընթացքում կամաց դուք ինչ-որ վստահություն ձեռք բերեք իմ հանդեպ։ Մնացած բոլոր ձևերը, թեկուզ լաբորատորիաները, Հայաստանում այդ լաբորատորիան չկա, որ ասի
դերևս չկա, ես չգիտեմ, եթե կա թող մեկն ասի, որ ամբողջովին նա այս մեղրը բնական էր, թե չէ։ Որքան է մեղվապահի միջամտությունը մեղրի տոկոսայնության մեջ։ Հիմա աստեղ հաջորդ 8-ը կդնեմ, 8 հատը դրեցի ուրեմն շրջանակներից 8 հատ մոմաթերթ, հսկայական ուրեմն աշխատանք ես մեղվին։ Քամածներից 8 հատներ կդնեմ ստեղ, ինչի 8 հատ մոմաթերթը դրեցի առաջը, որովհետև հետևինները ինքը ավելի շուտ կլցնի, հետևի 8 հատը որ պետքա դնեմ, որտեղ նրանք գործելու գործ չկա վրաները։ Եվ դա ինձ հնարավորություն կտա, որ հաջորդ քամին ես ստեղից սկսեմ, եթե կհասնեմ այս 8-ին եւ կտեսնեմ, որ սրանք դեռ պատրաստ չեն հանելու, ապա այս 8-ը կքամեմ, սենց աշխատանքն եմ հեշտ ասում, դրա համար 8 հատ մոմաթերթը չդրեցի ետևի կողմում։ Քիչ հետո ցույց կտամ նաեւ սերեկ կտրելու պրոցեսը, մեղր քամելու պրոցեսը, ինչ գույնի մեղր է եւ այլն։ Դե ինչ հարգելի հայրենակիցներ, հավտալ անելու պրոցեսը ամենադժվար պրոցեսն էր, ուրեմն մեղվապահության մեջ, մեղրաքամի մեջ, այսպես ասած, ես այդպես եմ գտնում, ամենայն դեպս պրակտիկան դա է ցույց տալիս, հիմա սերեկը հեռացնում ենք եւ կատարում ենք քամ, արդեն սա առաջին շրջանակն արումն ասեմ, արդեն սերեկին կպնելուց զգում եմ, որ շատ պինդ ուրեմն մեղր է, նորից ասեմ, ոչ թե շատ հասունացած մեղր է, այլ շատ պինդ, դա զգացում է, երբ որ դանակով հեռացնում ես, դանակը հեռացնում ես, այ տեսեք, այսենց հեռացնում ես շրջանակից ձգվում է, եթե ձգվում է, այսինքն ծամոնի էֆեկտ է տալիս, ուրեմն դա արդեն ուշացրած քամած մեղր, այսինքն դու շատ ես սպասել, կարելի էր ավելի շուտ անել, բայց դե ժամանակ չունեի։ Ուրեմն գերխիտ մեղր է, գնորդները կգան իրանք կհամոզվեն, ինչքան էլ ես ասեմ, մի անգամ փորձելը 10 անգամ համոզվելուց լավ է, 10 անգամ լսելուց։ Արդեն ինչ շատ եք տեսել սերեկ կտրելուց, հարգելի հայրենակիցներ, բայց կան նոր բաժանորդներ, որոնք տեսանյութը հենց տեսնում են, ասում են, հա, այս ինչ այսով է, ինչ մեղր, մենք հիմա մեղր չենք հանում, չգիտեմ, տարբեր ուրեմն մարդիկ կարող են տեսնել, դրա համար ովքեր ինձ արդեն ճանաչում են, վստահում են, խնդրում եմ, որ տարածեք տեսանյութը, կարող է նույնիսկ ձեր ծանոթներին հետաքրքիր չի այս տեսանյութը, բայց դուք տարածեք, հավանեք, որպեսզի այս ալիքը, մեղվահայեմ ալիքը, այսինքն իմ անձնական էջը, Facebook-ը ավելի շատ տեսանյութեր ցույց տա իմ անձնական էջից եւ դրանով դուք ինձ օգուտ կտաք, ոնց որ ասած կօգնեք, էլի։ Այսինքն ձեր ակտիվությունը իմ տեսանյութերի վերաբերյալ կօգնի ինձ, որպեսզի ավելի շատ բաժանորդներ, ավելի շատ գնորդներ ուրեմն օգտվեն այս մեղրից։ Միայն կարող եք չտարածել այն տեսանյութերը, որտեղ ես ինչ-որ գաղափարական բաներ եմ խոսում, այսինքն չի վերաբերվում մեղրին կամ հումորային հաղորդումներ մի հատ ունեմ, այս տարի 2-ն էլ կլինեն, կարող է ձեր դուրը չի գալի, չեք տարածում, այսինքն դա վերաբերվում է այն գնորդներին, ովքեր թեկուզ ինձ ճանաչում էին, հիմա կարող է իմ հումորը իրանց դուր չի գալիս, չի տարածում, այդ իրա նորմալ է և ես չեմ էլ նեղանում, եթե նույնիսկ չել հավանում։ Ուրեմն ծամոնի նման պնդություն ունի, ծամոնի նման, ոնց որ ձուտ։ Սա ինչ եմ ասում, սա գնորդներ ինչ եմ ասում, սա մեղվապահների ուշադրությանն եմ հրավիրում այս մեղրի վրա, որ չասեն, այդ կթթվի, այդ չգիտեմ ինչ կլնի, ոչ ի բանը չի թթվի։ Սերեկ էլա, տակը արդեն մեղրը ձուտ է, ինչին սպասենք, պետք է քամենք, վերջ, էտ է։ Թե դա կլնի հունիսի 1-ը, դա կլնի հունիսի վերջը, դա կլնի օգոստոսի սկիզբը, դա ոչ մի նշանակություն չունի։ Այսա օրինակ սերեկ չի սա։ Որ պինդ մոմ այշ է, սև շրջանակների վատն էլ էտ է։
Բայց սև շրջանակները ունեն մի լավ հատկություն, որ ինչ որ չափով ստեղի մեղրը ոչ թե մուք ալնում, ոչ, մկությունը ուրեմն սև շրջանակի հետ ոչ մի նշանակություն չունի։ Բացատրեմ ինչի։ Եթե շրջանակի մկությունը կարա մեղրին հաղորդի մկություն, ըստ ֆիզիկայի օրենքի ինքը, այսինքն իր գույնը տալով մեղրին այլ նյութի, պետք է ինքը գունաբացվեր։ Բայց նման բան տեղի չի ունենում։ Հասկանում եք, ոչ մի սև շրջանակ այսքան տարի դեռ չի սպիտակել կամ գույնը բացվել։ Նշանակում է ինքը չի կարող իր գույնը տալ մեղրին, դա ամենատրամաբանական եւ ֆիզիկորեն բացատրելի երևույթն է։ Բայց սև շրջանակները կարող է ինչ որ չափով, երբ որ մեղրը մեջ է մնում է մի ամիս, երկու ամիս, ինչ որ չափով համ տալ, այսինքն յուրահատուկ համ տալ մեղրին։ Այդ համը ձևավորվում է սև շրջանակի պատերի վրա մեղուների եղած պատյանների միջոցով, այսինքն ինչի է նա սև, պատերի վրա մնացել է ծնված մեղուների պարկուճները, պատյանները։ Դա էլ 100% ես չգիտեմ այդպես է թե չէ, համենայն դեպս այդպես է նկարագրվում, որ սև շրջանակը այդպես է համ տալիս։ Գույնը բացառվում է։ Գույնը բացառում եմ ես։ Եթե մեկը կասի, այդ ո՞նց է գույն տալիս։ Ինչ ֆիզիկական պրոցեսների շնորհիվ է գույն տալիս։ Խնդրեմ, կլսեմ իրան եւ ներողություն կխնդրեմ, եթե ես սխալ եմ։ Շատ հետևորդներ, մանավանդ մեղվապաներ ասում է, այդ ժամերով բան ես անում, կտրում ես այդ սերեկը, հենա մի անգամ ես քաշի պրծի, ընկերներ ջան։ Իմ ձևը այսպեսինն է, ես ոչ մի տեղ չեմ շտապում, իմ օրական պլանը 50 կիլոն է, 60-ն է, 30-ն է, 100-ն է, հասկանում եք, ես չեմ հավաքվել իմ ընկերներին, բարեկամներին մի օրում այդ կամը անեմ, որ մի հատ էլ տենց քաշեմ, տենց սերեկի կեսը, մեղրի կեսը լցեմ այս ամանի մեջ։ Ես այսպես եմ սովորել, մարմանդ, հանգիստ իմ գործը անում եմ։ Հիմա առաքման մասին խոսամ, անցյալ տարի ես առաքում չէի անում, ինչի համար չէի անում, ասում եմ եկեք մեր տուն, մեղրը համարեք, նոր գնեք ու բազմաթիվ հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ եկան, համարեցին, գնեցին, բայց մի մասի համար իսկապես դժվարությունն է, հիմա չեն ուզում գնան ուրիշի տուն, չգիտեն ով է, չնայած ով եկել է, ասում եմ, ինձ համար մեծ բանի, արժանիքի տեղ ունի ինքը իմ համար, որտեղ չճանաչելով ինձ եկել հասել է մեր տուն եւ հուսով եմ, ոչ թե հուսով եմ, այլ ցույց է տվել ժամանակը, որ այդ մարդիկ չեն փոշմանե, բայց նոր մարդկանց համար մի քիչ, չգիտեմ, տարօրինակա կամ սովոր չի, էլի արտասովոր է, որ իրանք գնան հասնեն մեղվապահի տուն, մեղրը haմանեն գնեն։ Ինչ է ասում եկեք հասեք մեր տուն համարեք, որտեղ կար անցյալ տարի 8 համի մեղր, այս տարի գուցե կլինի 10 համի մեղր կամ 12 կամ 6 համի, չգիտեմ որից է, որ ձեր ճաշակով լինի։ Դրա համար, ասենց ասեմ, ինձ համար դա ավելորդ ժամանակի ծախս է, երբ որ մենք մարդ ենք դիմավորում, բայց մեծ հաճույքով ենք դա անում։ Հասկանում եք, այնպես չի, որ ես ասում եմ, հա, ես ինչ լավ է որ եկաք, իհարկե լավ է որ եկաք, բայց ման տեսակետից, շահի տեսակետից, նյութական, դա պարզ է, որ մեղվապահին այդքան էլ կարող է ձեռ չտա, բայց իմ համար կարևոր է, որ դուք գոհ մնաք եւ այդ համակարգը, այդ համակարգը որ գալ համանել, առնելը դա ամենալավն է, բայց դե եթե մարդիկ ասում են ոչինչ, մենք ուզում ենք, մենք մեկ չենք հասկանում մեղրից, մի բան լինի, բայց լավը լինի, սենց իրանց բառերով ասած, բերեք, կվերցնենք ու մի շատ հետաքրքիր բան ասեմ, անցյալ տարի դե որ շատ եմ շփում ունեցել ավելի գնորդների հետ, որտեղ ծավալը մեծ ա եղել, ինչն էր, ասենք թե ինչ հետաքրքիր հարաբերություններ կար, ինձ ասում էին գանք մի կիլո մեղր առնենք, մի կիլո կամ կես կիլո, մի հատ տեսնենք դա լավն է, հետո էլի կգանք, ես բոլորին էլ, ով այդպես էր ասում էի, որ դա հնարավոր բան չի, իզոր մի չարչարվեք, երբևիցե Հայաստանի պատմության մեջ ասում էի, չի եղել մեկը, որ գա մի կիլո մեղր ինձ առնի, հետո էլի գա, դա իմ մեղրի հետ կապ չունի, դա արդեն ոնց որ ասած այդպիսի սովորույթ է, որովհետև եթե մեկը եկել է այս մեղրը հավանել է, այս մեղրը անհնարին է չհավանել, ինքը այդ պահին էլի կառնի,
ինքը հետո չի գնա տուն նստի ամիսներով, հետո գա ասեմ գիտես այն քո հավանեց համը պրծել է չկա։ Հասկանում եք։ Տենց ասում էի բոլորին, մի տղամարդ տենց եկավ, ասեց մի հատ տեսնեմ ոնց առնեմ, հիմա անունը չեմ հիշում, հեռախոսից մեջ գրած է, ասեց մի հատ տեսնեմ ոնց է քո մեղրելի կգամ, ասեցի դու չես գա, ասեց ես հաստատ կգամ, ասի դե իմ պատմության մեջ նման բան չեղու, այդ մարդը առաջինն էր։ Եթե նա համաձայն է, ես իր անունը կտամ ով էր նա, դա այդ մարդը երևի Հայաստանի պատմության մեջն էր առաջինը։ Հասկանում եք, որ այդ պահին տարել է, այսինքն հավանել են, էլի է եկի։ Ինչի համար, որտեղ նորից եմ ասում, եթե մարդուն պետք է առնել 3 կիլոգրամ մեղր, նա 1 կիլոգրամ առնում է, բայց ուտելով եւ հավանելով այդ պահին, նա ինչի է հետաձգում։ Եթե գումարի հարցնա, կարա ասի գումարի հարցնա, կարող է ես ընդառաջում եմ, կամ ընդհանրապես գումար չեմ վերցնում, հարցը դրանում չի։ Հարցը տրամաբանության մեջ է, որ եթե հավանել ես այ ընկեր ես ասում, հետո կգամ։ Հետո չի լինում է որ գաս, հետո բացատրում եմ, որ այս համը հիմա որ կա, հետո փոխվում է։ Սա ներքևի գոտու մեղր է, հիմա ես բարձրացել եմ վերևի գոտի, դու ներքևի գոտու մեղրը հավանել ես, ինչի՞ չես գալիս։ Այսպիսի բաներ հարգելի հայրենակիցներ, ուրեմն նորից ասեմ, գինը չի փոխվում, 4000 դրամ, խնդրում եմ բոլորին, ովքեր կգան մեր տուն մեղր գնելու, անպայման իրանց հետ բերեն տարաներ, տարաների խիստ պակաս ունենք, շատերը ավելնորդ տարաներ են բերել, իրանցից շատ շնորհակալ եմ, իրանք կարան այս տարի չբերեն, էդ էլ կա, որ ովքեր որ ավելնորդ տարաներ են բերել, իրանցից շատ գոհ շնորհակալ եմ, բայց ովքեր որ տարաներ չեն բերում, են տարաները չեն մոռանում, ոչ թե գալիս ինձ ասում են տարայի փողն էլ հաշվի, որ ես մի հատ թիվ կրակեմ, որտեվ ես չգիտեմ այդ ինչ կան այդ տարայի փողը, այլ աշխատեք, ճարեք, էլի ձեր տունը ոնց չլինի այդ 1-2 լիտրանոց, 3 լիտրանոց բանկաները կլինեն։ Ուրեմն մեղրի գինը կիլոգրամը 4000, սերեկի գինը նույն մեղրի գինն է, բայց սերեկը այսպես է հաշվում։ Բանկայով 1 լիտրանոց բանկեն սերեկը չի կշռում 1.5 կիլո, կշռում է 1.3, այսինքն ես չեմ կարող այդ նստեմ բանկա կշռեմ, դրա համար 1 լիտրանոց սերեկն էլ նույն մեղրի գինն է, այսինքն 1 լիտրանոց մեղրով մեղրը 1.5 կիլո 6000 դրամ, 1 լիտրանոցով սերեկը 6000 դրամ։ Եվ շրջանակով մեղրը, այսինքն սպիտակ շրջանակով մեղրը էլի 1 կիլոգրամը 5000 դրամ։ Ովքեր որ ուզում է որ իրան 1 կիլոգրամ վաճառեմ, այսինքն կտրեմ 1 կիլոն տամ, ուրեմն 6000 դրամ։ Շրջանակի քաշերը 3-ից 4-4.5 կիլոգրամ, այս տարի լավ ուռած մեծ հզոր շրջանակներ են լինելու։ Բայց ովքեր ուզում են ընդամենը 1 կիլոգրամ շրջանակ, ընտրեմ կարող եք 1 կիլոգրամով էլ վերցնել 6000 դրամ։